Սրտանց փառք տանք Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, արժանի է բոլոր փառքերի։ Մեր սիրտը բացենք Տիրոջ առջև։ Մենք եկել ենք հաղորդակցվելու իր հետ, մենք եկել ենք լեցվելու, մենք եկել ենք զորանալու։ Գիտեք, Դանիելի գրքի մեջ գրված է, Դանիել այսպես ասում. Տեր, դու խոսա իմ հետս, որտև երբ որ դու խոսում ես, ես զորանում եմ։ Ես էլ եմ զորանում, երբ որ Տերը խոսում է։ Երբ որ Տերը մեր հետ խոսում է, իր խոսքի միջոցով, ավետարանի միջոցով, մեր ներսը գալիս է փոփոխություն։ Առանց իր ներկայության եւ առանց իր խոսքի մեր ներսը փոփոխություն չի գա։ Միտեղ կարդամ, դա գրված է Ելից 34:29, այսպես ասում խոսքը. Երբ Մովսես լեռնեն իջավ, վկայության երկու տախտակները իր ձեռքն էին, Մովսեսը իր երեսին մորթին լուսափայլ ըլլալը չեր գիտե, երբ Տերը իրեն հետ խոսեցավ։ Մովսեսի երեսը, այդ լույսը, որ հանգչել էր, լույսափայլ վիճակը, Մովսեսը չեր գիտե, բայց դա կատարվել էր այն ժամանակ, երբ որ Տերը իր հետ խոսացել էր, եւ որ այդ ճշմարիտ հաղորդակցությունը եղել էր Մովսեսի եւ Աստծո մեջտեղ։ Եվ նա որ իջավ մարդկանց մեջ, մարդիկ տեսան նրա դեմքը եւ գրված է նրանք վախեցան։ Որտեւ այնպեսի մի փառք էր հանգչե Մովսեսի վրա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այս համարը մեր հետ ինչ է ուզում ասի մեր հետ խոսալով, որ մեր դեմքը չի փոխվի, մեր ներսը չի փոխվի, եթե Տերը մեր հետ չի խոսում։ Եթե Տիրոջ խոսքը կենթանի, որ իր բերանից պիտի դուրս գա եւ մտնի մեր ներսը, մեր հոգու աշխարհը եւ բերի այդ փոփոխությունը։ Որտեւ գրված է Աստծո խոսքը գալով մեր կյանքի մեջ, նա ուրիշ բան չի կատարելու։ Նա մեր ցանկությունը չի կատարելու։ Ասում է, իմ բերանից ելած խոսքն է իմ կամքը պիտի կատարե, ինձի պարապ պիտի չդառնա։ Այն ինչ որ ես ուզում եմ, այն ինչ որ Տերը ուզում է մեր ներսը կատարի, իր խոսքի հայտնությամբ կատարում է, եւ այդ փոփոխությունը լինում է։ Եվ նույն Դանիելը ասում է, Տեր, խոսա իմ հետս, որովհետեւ երբ որ դու խոսում ես, ես զորանում եմ, իմ վրա ուժ է գալիս։ Այսօր մեզի պետք է այդ զորությունն ու այդ ուժը առաջնահերթ մի նպատակով, ժողովուրդ ջան, լսեք ուշադիր, մի նպատակով, որ մենք հաճելի գտնվենք Աստծուն, որ մենք երկրի վրա ապրելով հաճեցնենք Աստծուն, որ մենք իր կամքի ճոխությունը ճանաչենք, որ մենք իր կամքի փառքի հետ հաղորդ լինենք, որ մենք իրան սիրելի զավակներ լինենք երկրի վրա։ Եվ ինչպես Մովսեսը քայլում էր Աստծո առջև եւ հաճելի էր, Տեր ուզում է այսօր յուրաքանչյուրիս հետ այդ գործը կատարի, որպեսզի մենք իրան հաճելի գտնվենք։ Աստված օգնական լինի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եկեք կարդանք Կողոսացիս առաջի գլուխ 9 համարից կարդամ։ Անոր համար մենք այն օրեն երբ լսեցինք, չենք դադարի ձեզի համար աղոթել ու խնդրանք մատուցանել, որպեսզի կատարյալը լակ կամքի գիտությունով, լեցվիկ իմաստությունով եւ ու հոգևոր հանճարով։ Նպատակը որն է, որպեսզի դուք Տիրոջը արժանի կերպով քայլեք
եւ ամեն բանի մեջ զինք հաճեցնեք, բարի գործերով պտղաբերիկ ու աճիկ Աստծո գիտությունով։ Պողոս առաքյալը այս խոսքերը ուղում է եկեղեցուն մեզ, որպեսզի մենք ճանաչենք իր կամքի գիտությունը, լեցվենք իմաստությունով եւ հոգեվոր հանճարով։ Սա մեր ուժերի բանը չի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Առանց Տիրոջ հոգու մենք չենք հասնի սրան։ Նպատակը նա է, երբ որ մենք հոգևոր հանճարով լեցվենք, սա մի բանի պիտի ծառայի, որպեսզի դուք Տիրոջը արժանի կերպով քայլեք։ Արժանի կերպով քայլել, արժանի կերպով ապրել։ Ու ամեն բանի մեջ զինք հաճեցնել։ Տեր Հիսուս Քրիստոսը նույնպես երկրի վրա որպես օրինակ մեզ ասում էր, որ հայրս ինձ չթողեց, ինչի, որովհետև ես միշտ իմ հոր ասածներն էի անում, ես միշտ իմ հորս հաճեցնում էի, հաճելի էի գտնվում, ես չեկա իմ կամքը կատարելու, ես եկա իմ հոր կամքը կատարելու, այն ինչ որ իմ հայրս պատվիրեց դա եմ անում, երկրի վրա նա անգամ իր կամքից էր հրաժարվե, բա որքան առավել ես ու դու պիտի մեր կամքից հրաժարվենք։ Եվ նա երկրի վրա հաճեցնում էր իր հորը։ Այստեղ Պողոս առաքյալ ասում է, որ դուք արժանի ձևով քայլեք եւ հաճեցնեք Աստծուն։ Մենք սրա համար ենք կանչված, մենք եկել ենք ժողովուրդ ջան, մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք եղել։ Մենք բոլորս մեղքի մեջ ենք եղել, մենք բոլորս աշխարհում ենք եղել։ Եվ Աստծո ողորմությունով իր որդու Հիսուս Քրիստոսի շնորհքով այդ դուռը բացվա, որ մենք կարողանանք ներս մտնենք եւ փրկություն ունենանք։ Բայց այն ինչ որ կար պիտի թողենք այնտեղ, այստեղ ուրիշ կյանք է։ Այստեղ պետք է Աստծուն հաճեցնել, այստեղ պետք է Տիրոջ խոսքը բարձրանա, այստեղ պիտի Աստված փառավորվի, այստեղ պիտի Աստված երևնա, այնտեղ ես երևնում էի, բայց այստեղ Աստված պիտի երևնա, ինչի ասում խոսքը հետևյալն ասում, զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ խաչ է ելա, որպեսի հին մարմինը, հին մարդը փչանա, նա արժեք չունենա, արժեքը Աստծո խոսքն է։ Հիմա քննենք մեր անձերը, Պողոս առաքյալը հետևյալն ասում Գաղատացիների մեջ, այսպես ասում, սրանք գրված է մեզ համար, որպեսի մենք վերցնենք եւ մեր կյանքի մեջ կիրառենք եւ կյանք դառնա։ Նա հետևյալն է գրում, Գաղատացիս առաջի գլխի 10 համարը, քանզի հիմա մարդոնց կհաճեցնեմ, թե Աստծուն, կամ մարդոնց հաճելի կլամ, հաճելի ըլլալ կփնտրեմ, քանզի ես տակավի մարդոնց կներեք, քանզի եթե ես տակավի մարդոնց հաճելի ըլլայի, այլ Քրիստոսին ծառա չէի ըլլա։ Հիմա Պողոս առաքյալ ասում է, ինչ եմ անում, մարդկանց եմ հաճեցնում։ Ես չեմ եկել մարդկանց հաճեցնելու։ Եթե ես մարդկանց հաճեցնեմ, տակավին Քրիստոսի ծառա չեմ կարա լինեմ։ Գաղատիայի եկեղեցու մեջ այնպեսի իրավիճակ էր, որ մարդիկ ուզում էին, որ իրանց հաճեցնեին։ Նրանք ուրախանում էին ինչ-որ մարդկանցով։ Նրանք պարծենում էին մարդկանցով, բայց Պողոս առաքյալ ասում է, իմ պարծանքը խաչն է, իմ պարծանքը Քրիստոսն է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր ես ինձ պիտի քննեմ, իմ ներսը պիտի քննեմ։ Արդյոք Աստծո խոսքը իմ կյանքի մեջ փառավորվում է։ Ինչպես Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիների մեջ այսպիսի համար է գրում մեզ բոլորիս համար, որպեսզի մենք շինություն առնենք։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների թղթի մեջ 3-րդ գլխի առաջի համարը հետևյալն ասում. Վերջապես եղբայրներ, մեզի համար աղոթեցեք, որպեսզի Տիրոջ խոսքը առաջանա ու փառավորվի ամենտեղ ինչպես ձեր մեջ։ Թեսաղոնիկեցի եկեղեցու մեջ Տիրոջ խոսքը փառավորվում էր, եւ Պողոսի նպատակը սա էր։ Պողոս առաքյալը ասում է, աղոթեցեք մի նպատակով, որ Տիրոջ խոսքը բարձրանա։
մեր մեջ, ծառայության մեջ, քարոզի մեջ, ամենատեն, որպեսզի Աստծուն կարողանանք մենք հաճեցնենք եւ Աստված փառավորվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր ես պիտի նայեմ իմ ներսումս, որքանով եմ ես արժեքավորում Տիրոջ խոսքը, որքանով է բարձրացած Տիրոջ խոսքը իմ ներսումս, եւ որքանով եմ ուզում, որպեսզի Աստված փառավորվի իմ ներսումս։ Աստված ամեն բան տեսնում է, ժողովուրդ ջան։ Եվ գիտեք, Աստծո խոսքն է, որ բերում է ճշմարիտ ուրախություն, որ մեկս մեկիս հանդեպ ուրախանում ենք, տեսնելով, որ մենք Քրիստոսի արյան գինն ենք, եւ մեկս մեկով պիտի ուրախանա։ Օրինակ Պողոս առաքյալը ուրախանում էր, երբ որ Փիլիպեցիների մեջ այսպիսի իրավիճակ էր։ Սա հաճելի էր Աստծուն, կգոհանամ Աստծմեն ամեն անգամ, որ ձեզ կհիշեմ, միշտ ամեն խնդրվածքիս մեջ ձեզ ամենու համար ուրախությամբ աղոտ կենեմ, ավետարանին հաղորդ տալու համար, առաջին օրեն մինչև հիմա։ Պողոս առաքյալը ուրախանում էր տեսնելով Փիլիպպեի եկեղեցին, որ ավետարանին հաղորդ է, որ ավետարանի խոսքը իրանց ներսը բարձրացած էր։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Հիսուս Քրիստոսը մեզանով ուրախանում է, երբ որ տեսնում է, որ մենք ճշմարտության մեջ ենք, տեսնում է, երբ որ մենք ճշմարիտ ավետարանի մեջ հաղորդ ենք, եւ այդ խոսքը մեր կյանքի մեջ իրան է փառավորում, նա փառավորվելով ուրախանում է։ Պողոս առաքյալը շատ տեղեր կա գրված, որ նա ուրախանում էր եւ Տիմոթեոսով, եւ Տիտոսով էր ուրախանում, իր ծառայեկիցներով էր ուրախանում, հորդորում էր իրանց, որպեսզի ավելի այդ շնորհքի մեջ առաջանան։ Եվ նաև միտեղ եմ ուզում կարդամ, որ Փիլիմոնով էր ուրախանում, այսպեսի խոսք է գրված առաջի գլխի 7 համարը։ Տեսեք ինչ հրաշալի խոսք է ասում, սրանով ես հավատում եմ, որ Փիլիմոնը ուժ էր առնում, զորություն էր առնում այս խոսքերով, քանզի շատ ուրախություն եւ մխիթարություն ունեցա։ Պողոս առաքյալը ասում է, ես ուրախացա քեզանով, ուրախացա եւ մխիթարություն եկավ իմ վրա, քու սիրույթ համար, որով սուրբերուն սրտերը քեզնով հանգստացած են, եղբայր։ Փիլիմոնը այնպիսի մի անձնավորություն էր, որ ապրում էր ճշմարիտ սիրո մեջ եւ նրա մեջ այդ սերը կար եւ նրա միջոցով այնպիսի մխիթարություն եւ կյանք էր տարածվել, որ մարդիկ մխիթարվել էին իրանով, հանգստացած էին, խաղաղ էին այդ մարդիկ, մեկը մեկի հանդեպ բան չուներ։ Եվ Պողոս առաքյալը ասում է, ես ուրախանում եմ, որ այն սերը, որ դու ունես սուրբերին վրա, նրանք հանգստացած են քեզանով, նրանք հանգիստ են, նրանք ապահով են։ Այս մարդը ուրախանում էր իր ծառայեկիցներով։ Նույնպես Հովհաննես առաքյալը գրում է իր 3-րդ թղթի մեջ այսպես ասում. Վասնզի շատ ուրախացա, երբ քանի մը եղբայրներ եկան ու քո ճշմարտության մասին վկայեցին, թե դու ճշմարտությամբ կքայլես, ասկը ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ կլսեմ, թե իմ որդիները ճշմարտության մեջ կքայլեն։ Ասկը ավելի մեծ ուրախություն չուներ Հովհաննեսը։ Հովհաննեսին լուր էր հասել, որ Գայոսը քայլում էր ճշմարտության մեջ, ապրում էր, գործում էր ճշմարտությամբ եւ նա հաջողության մեջ էր գտնվում։ Ոչ նրա մարմինը, այլ նրա հոգին էր հաջողության մեջ գտնվում, որովհետև ճշմարտությունը նրա մեջ էր։ Եվ Հովհաննես առաքյալը ասում է, ես ուրախանում եմ, որ տեսնելով իմ զավակները ճշմարտության մեջ են քայլում, որքան առավել Աստված է ուրախանում, երբ որ տեսնում է ես ու դու ճշմարտության մեջ ենք քայլում, եւ որ տեսնում է, որ իր խոսքի կամքի մեջ ենք քայլում, եւ որ նա տեսնում է, որ մենք փափագում ենք, որ իր կամքը կատարվի մեր ներսում, մեր ընտանիքում, մեր երեխաների մեջ,
որպեսզի ամենուրեք Տիրոջ կամքը փառավորվի։ Սա բարի է, հաճելի է, կատարյալ է, Աստված սրանով փառավորվում է։ Մենք պետք է Աստծուն հաճեցնենք եւ ուրախանանք մեկովս։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես նորից եմ ասում, մենք մեղավոր մարդիկ ենք եկել ենք։ Եթե ասում ես դու վայրի ձիթենի ես պատվաստված բնականի վրա, ապա մի հպարտանա, մի պարծենա, ոչ թե որ դու ես որպես ճյուղ արմատը վեր բռնե, այլ արմատնա քեզ բռնե, եւ դու որ պարարտությանն ես հաղորդ եղե, դա քեզանից չի, դա արմատից է։ Այսօր եթե ինչ-որ շնորհք կա, եթե ինչ-որ պարգև է տվել Աստված եւ ինչ-որ բարի համբավ ունես դու, լեցված ես Տիրոջ շնորհքով, դա քոնը չի, դա Քրիստոսինն է եւ դա պիտի փառավորի իրան միայն։ Իր անունը պիտի բարձրանա, իրանն է փառքը, դա մերը չի։ Մենք աշխարհից եկել ենք անշնորհք ենք եղել, բայց այստեղ շնորհք ենք գտել Քրիստոսով։ Տիրոջ անունը փառավորվի։ Մենք մեր վրա համարում պիտի չունենանք, մենք ոչ մի բան ենք, Տերն է իրականում ամեն բանի մեջ եւ պիտի փառավորվի միայն Տերը։ Աստված օգնական լինի մեզի, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ ասեմ, արժեքավորենք Տիրոջ խոսքը, Տիրոջ կամքը եւ բարձր դասենք մեր կյանքի մեջ եւ ուրախանանք մեկովս հասկանալով եւ տեսնելով, որ մեր յուրաքանչյուրի վրա Քրիստոսի այրյունն է, անգին այրյունն է թափված բոլորիս համար եւ նա այդ այրյունով մեզ մեկացնում է։ Առաջի դարում եկեղեցի մեկ սիրտ, մեկ հոգի էր, դա Քրիստոսի փառավոր ներկայությունն էր արել։ Այսօր մենք է պիտի մեկ սիրտ, մեկ հոգի լինենք Քրիստոսի այրյան շնորհիվ, որպեսզի մեկ հասկացողություն, մեկ խորհուրդ, մեկ միտք պիտի ունենանք Քրիստոս Հիսուսի ուզածի պես, ոչ թե իմ ուզածի պես, այլ Քրիստոսի ուզածի պես պիտի ունենանք այդ միտքը եւ այդ միտքը եւ այդ խորհուրդը պիտի մեզ ապրեսնի եւ դա Քրիստոսի խոսքն է, որ այսօր մեր ներսը պիտի փառավորվի եւ բարձրանա։ Եթե այսօր Աստված մեկին օրհնում է, պետք է մենք որ ուրախանանք տեսնելով Տիրոջ շնորհքը, որովհետեւ նա արժանիք չունի, Աստված կամեցավ որ այդ մարդու վրա դնի իր շնորհքը։ Եվ ահա եղավ պարագա, որ Աստված վերցրեց Մովսեսին, որպեսզի օգտագործի իր ժողովրդի համար։ Մովսեսը ինչ էր, մարդասպան մարդ էր եւ նա փախել էր։ Եվ Աստված հաճեցավ, որ Մովսես, ես քեզ վերցնում եմ։ Ասես միայն ինչ չէ ուզում ես, չէ, ասես ես քեզ եմ վերցնելու։ Եվ տեսեք, սիրելիներս, ինչ հետաքրքիր բան է։ Մովսեսին ասեց, ես քո բերանի հետ պիտի լնամ։ Ես քեզ ինչ որ պիտի ասեմ, դու պիտի գնաս ասես իմ ժողովրդին։ Եվ գրված է Մովսեսը Տիրոջը Աստծո գավազանը վերցրեց իր ձեռքը արդեն։ Նա փոխեց այդ գավազանը եւ Տերը տվեց այդ գավազանը, որպեսզի գնա եւ կատարի այն գործը։ Բայց դե մի հատ հետաքրքիր խոսք է գրած, ուզում եմ կարդամ։ Եվ որ Մովսեսը ասում էր, չէ, այսպես էր ասում. Տիրոջ վերևից մի փոքր կարդամ։ Ուստի գնա հիմա, սա գրված է Ելիթ 4 գլուխ 12 համարը, մի փոքր ներքև։ Ուստի գնա հիմա ու ես քու բերնիդ հետ պիտի լամ եւ քեզի պիտի սորվեսնեմ ինչ որ պիտի խոսիս։ Փառք Տիրոջը։ Անիկա ասավ. Օ Տերիմ, կաղաչեմ այս պատգամը, որուն ձեռքով ղրգել կուզես, ղրգե։ Տիրոջ բարգությունը բորբոքեցավ Մովսեսի դեմ ուսավ. Ղևտացի Ահարոնը քու եղբայրը չէ։ Ես գիտեմ, որ Անիկա ճարտարախոս է, նաև ահա Անիկա քեզ դիմավորելու պիտի ելնե։ Եվ ստեղ ուշադիր լսեք, քեզ տեսածին պես իր սրտի մեջ պիտի ուրախանա։ Պատկերացնում եք Մովսեսը ասում է Ահարոն, ես ուղարկված եմ Աստծո կողմանը, Աստծո գավազանն եմ գրում, եւ Աստված հետս խոսացել է, որ այս պատգամը բերեմ ժողովրդին, եւ դու ինձ պիտի օգնես։ Եվ սրանում Ահարոնը չտրտմեց, ասեց ոնց, քեզ ոչ ինձի, թող ինձի ղրգեր Աստված, բայց այստեղ գրված է, քեզ տեսածին պես իր սրտի մեջ ուրախանա։ Ժողովուրդ ջան, այսօր անկեղծանանք Տիրոջ առջև, եթե տեսնենք, որ Աստված մեր քրոջը վերցրել է եւ օգտագործում է իր փառքի համար, եկեղեցու շինության համար, արդյոք մենք ուրախանում ենք մեր սրտի մեջ, թե տրտմում ենք, ինչի ինքը ես չէ։ Շատ կարևոր է, ինչի համար, երբ կուրախանանք, երբ որ ճշմարտությունը մեր ներսում կլինի, ահա թե ճշմարիտ ուրախությունը, ճշմարիտ տեսողությունը, հավատքի տեսողությունը որն է, որ մենք տեսնենք այն ամենը, ինչ որ Աստված է տեսնում, այն ամենի մեջ, որտեղ Աստված է փառավորվում,
Մենք մեր ուզածը պիտի չկատարենք եկեղեցում, մենք պիտի խոնարհվենք Աստծո կամքի առջև, մենք պիտի համաձայնվենք Աստծո ուզածի հետ, թող Տիրոջ ուզածը կատարվի, եկեղեցին Տիրոջ մարմինն է, մենք Քրիստոսի մարմնի անդամներն են, մեկս մեկից լրացնողներ ենք, մենք չպիտի ասենք դու ինձի պետք չես, մենք մեկս մեկովս պիտի ուրախանանք, ձեռքը չի ասում ոտքին դու ինձի պետք չես, քիթը չի ասում ականջին դու ինձի պետք չես, նրանք բոլորը մեկացած են, նրանք բոլորը միաբանված են, նրանք մեկ մարմին են, այդպես Քրիստոսի մարմինը պետք է մեկ լինի եւ մեկս մեկով պիտի ուրախանանք, մեկս մեկով պիտի լցվենք, բայց ահա հակառակորդի գործը պառակտում գցելը, դու ինձի պետք չես, դու ինձի հետ մի մոտի կլնի, հեռացիր ինձնից, վերջապես չգիտեմ, անջատվել, տարանջատվել, բայց Քրիստոսը իր հոգովը գրված է, մենք մեկ հոգով մկրտվեցանք, մեկ մարմինը լալու, մենք մկրտված ենք հոգով եւ հոգի մեզ միացնում է, որպեսզի մենք ճշմարիտ խոսք ունենանք մեր ներսում եւ ուրախանանք մեկս մեկովս, որովհետեւ մենք Քրիստոսի պտուղն ենք, մենք Քրիստոսի արյան գինն ենք, Քրիստոսը մեզ թանկ է գնահատել, նրա արյան գինը անգին է, չենք կարող ներկայացնենք նրա արյան գինը եւ մենք այդ գինն ենք, նա սիրեց, արժեքավորեց մեզի, որ մենք գիտեք ինչ, այնքան արժեքավորեց Տերը, որ նա ասեց, եթե դու հաղթես, իմ հետ իմ աթոռից պիտի նստես, ինչպես ես հաղթեցի եւ իմ հորս աթոռին նստա, սա ամենա պատվավոր, փառավոր տեղն է երկնքում, պատկերացնում եք որքան սիրում է եւ արժեքավորում է, բայց ցավոք այսօր ուզում եմ մի քիչ ուղիղ ասեմ, պարագաներ կա, որ իրար կողք չենք ուզում նստենք, իրար կողք չենք ուզում նստենք, սա ցավալի է, անկեղծ եմ խոսում, Տերը թող բժշկի մեր ներսը, ես ձեզանից լավը չեմ, դուք է ոչ մեկից, մենք բոլորս Քրիստոսի կարիք ունենք, ինչ որ հիմա որ այստեղ նստած ես, դա Տիրոջ շնորհքն է քեզի բերես տեղ, դու չես եկել, Տիրոջ շնորհքը ողորմությունն է բերել, ինձի այստեղ Տիրոջ շնորհքն ու ողորմությունն է բերել, իրա փառքը թող մեծարվի, ժողովուրդ ջան, մենք պետք է մեկ լինենք, մեկ Քրիստոսումը մեկ լինենք, մենք դրա համար ենք կանչված, օրհնյալ լինի իրա փառավոր անունը, ամեն, կանգնենք աղոթքի